Տեղի ունեցավ Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի և մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի հանրային իրազեկում, որին մասնակցեցին վարչական ղեկավարներ, ավականու անդամներ, ՀՕԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդներ, բնակիչներ։ Հանրային լսումը վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։ Պարոն Մարտիրոսյանի հետ, համայնքի ղեկավարի հետ շրջել ենք բոլոր մեր համայնքները, վարչական շրջանները, ուսումնասիրել ենք վարչական ղեկավարների հետ այն հարցերը, որոնք ուրեմն ուզել են բնակիչների, քննարկվել է եւ կազմվել է բյուջեն։ Հիմա այսօր մենք իրար հետ նույնպես քննարկենք ընդհանուր հարցերը, ընդհանուր խնդիրները, բնակիչների կողմից, նորից մեր վարչական ղեկավարների կողմից ինչպիսի առաջարկություններ որ լինեն, այդ առաջարկություններով նորից մենք կքննարկենք եւ կտեղադրենք բյուջեում եւ միասին կհաստատենք ուրեմն մեր ընդհանուր բյուջեն ավականու ժամանակ։ Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին վերաբերվող տեղեկատվությունը մասնակիցներին ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։ Վարչական բյուջեի եկամուտները կազմել է 3 միլիարդ 445 միլիոն 464 հազար 300 դրամ, որից սեփական եկամուտները կազմել է 992 միլիոն 686 հազար 500 դրամ։ Վարչական բյուջեի ծախսերը կազմել է 3 միլիարդ 450 միլիոն 459 հազար 600 դրամ։ Ուրեմն համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կազմել են 1 միլիարդ 329 միլիոն 869 հազար դրամ։ Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել է 2 միլիարդ 34 միլիոն 180 հազար դրամ։ Ներկայացվեցին նաև Գավառ համայնքի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը։ Քննարկումներից եւ ավականու հաստատումից հետո դրանք կներկայացվեն կառավարություն։ Գավառ քաղաքում Ացառատ, Արծվաքար թաղամասերում Ծովազարդ, Լճապ, Բերդքունք, Այրավանք, Նորատոս, Կարմիրքյուղ, Սարուխան, Լանջախյուր, Գեղարքունիք, Գանձակ եւ Ծաղկաշան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ։ Հաջորդ ծրագիրը, որը նույնպես ներառում է բոլոր բնակավայրերը բացի Գեղարքունիքից, որտեղ այնտեղ չկա անհրաժեշտություն, լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։ Սարուխան բնակավայրում հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ։ Գավառ քաղաքում նոր մանկապարտեզի շենքի կառուցում, Գավառ քաղաքում Ացառատ թաղամասում Այրավանք եւ Լճապ բնակավայրերում ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Գավառում գործընթացի պատասխանատուն։ Պետությունը այս տարի սահմանել է 47 միլիոն ՀՀ դրամ Գավառին եւ ավականի սահմանել է 15 միլիոն դրամ, այսինքն ընդհանուր մեր բյուջեն այս տարվա կազմում է 62 միլիոն դրամ։ Մենք կատարել ենք արդեն բազմատեսակ իրազեկման արշավներ, արշավների փուլից հետո ստացել ենք 9 առաջարկ, որից 4-ը արժանացել են հանձնաժողովի հավանությանը։ Դրանցից 4-ն են Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի վերազինում, անվտանգ բակ ուրախ մանկություն կաբելագործների փողոցում, սերունդների կամուրջ Գեղարքունիք բնակավայրում եւ ակտիվ երիտասարդություն կենսուրող համայնքի համար Լանջախյուր բնակավայրում։ Այս առաջարկները ներկայումս գտնվում են հանրային քննարկումների փուլերում, այնուհետև կանցնեն քվեարկության փուլ եւ եթե քվեարկության փուլը հաղթահարեն այս ծրագրերը, դրանք կանցնեն իրագործման փուլ։ Զեկույցների քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկությունները, լսեցին դրանց հետ կապված մեկնաբանությունները։ Լիահույս է, որ ամեն ինչ կարվի, որ մենք մի քանի տարի հետո բնակավայրերում ունենանք այնպիսի կառույցներ, որոնք ի նպաստ կլինեն մեր երիտասարդների զարգացմանը եւ իհարկե ընդհանուր համայնքի զարգացմանը։ Հանրային լսման մասնակիցները կարևորեցին այս ձևաչափով համայնքում իրականացվելիք ծրագրերի ներկայացումը եւ հանրության ներգրավումը դրանցում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։